քաղաքացիներից ստանում ենք ահազան բողոքներ, որ միջհամայնքային ճանապարհները հատկապես այս սեզոնին անցրելից հետո բավական վատ վիճակում են, իրենց մեքենաներն են ուժեղվում, սա է որակը, եւ թրիփի իրագործման դեպքում արդյոք ճանապարհաշինական ամբողջ բլոկը ՏԿ նախարարության պատասխանատվության ներքո է լինելու եւ ինչպիսի ռիսկեր է առանձնացրել այս առումով, նաեւ Հայաստանը խոշոր ենթակառուցվածքային նախագծերում հաճախ ներգրավում է տասնամյակներով, օրինակ հյուսիս-հարավը նկատի ունեմ, այս փորձը հաշվի առնելով ինչպես է պատկերացնում Հայաստանի ներգրավվածության արդյունավետությունը թրիփի մասով։ Շատ լավ, թրիփի հետ կապված արդեն հարցին պատասխանեցի, պատասխանին ավելացնելու բան չունեմ։ Ճանապարհների հետ կապված մենք ռիսկեր չենք տեսնում այդ նախագծի իրականացման համար եւ եթե նույնիսկ որոշակի ռիսկեր լինեն, դրանք կառավարելի ռիսկեր կլինեն, այս բանի ռիսկեր չկան։ Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա պիտի ասեմ, որ 2018 թվականի ընթացքում 18 թվականից սկսած մինչև այս պահ մենք շուրջ 5000 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել, վերակառուցել Հայաստանի Հանրապետությունում եւ այդ ճանապարհների որակական ցուցանիշները բավարար են մեզ համար, մասնավորապես արդեն նաեւ պետական լաբորատորիայի ուրեմն գործուն մասնակցությամբ այդ որակական ցուցանիշները բարելավվել են եւ դեռ կշարունակեն բարելավել։ Քաղաքացիների դժգոհությունը կարծում եմ կապված է չկառուցված ճանապարհների մասով, որտեղ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցը շատ ավելի երկար է, քան իմ նշած 5000 կիլոմետրը, բայց ուրախությամբ կուզեմ արձանագրել, որ մենք եւ պետական համաֆինանսավորման ծրագրով եւ պետբյուջեի միջոցներով ենք աշխատանքներ իրականացնում ճանապարհներին եւ հույս ունեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները ակնհայտ են, ակնառու են, հաճելի են եւ իրենք մի բան արդեն սովորել են այդ փոփոխություններին, ինչը դրական է։